Փաշինյանը դեռ չէր սկսել ելույթ ազգային ժողովի ամբիոնից, երբ ընդդիմադիր պատիվ ունեմ խմբակցության падգամավորները լքեցին դահլիճը։ Նիկոլ Փաշինյանի խոսքն ընդդիմությանն էր ուղղված։ Կառավարությանը քննադատում մեղադրում են օրինակ եկամտային հարկի եռաստիճան սանդղակը համահարթեցնելու եւ այն 20% դարձնելու համար։ Ընդդիմությունը պնդում է, սոցիալական արդարության սկզբունքն է խախտվում։ Ֆանտաստիկ ֆիլմի տեսարանը։ Ընդդիմության ներկայացուցիչը ձայնա վերցնում, ձայն, վարման կարգով, ասում ես, ես ինչ անելու։ Ասում է ժողովուրդ սրանք բյուջե են լցնում, ժողովուրդ, արբա մեր գրպանները լցնեինք։ Խելագարվելու բան է։ Ձայն են վերցնում, ասում ես, օր ես ինչ ասելու, ես ասենց բան էլի։ Ասում է ժողովուրդ սրանք բյուջե են լցնում, հասեք։ Բարեկարգ ու լուսավոր փողոցներ, կանաչապատ տարածքներ, զարգացած համայնք։ Փաշինյանի ձևակերպմամբ դրանց բացակայության դեպքում քաղաքացին աղքատ կմնա, որքան էլ որ փող ունենա, լավ սնվի։ Բարեկեցությունը, ասում եմ, այն չի թե շաբաթը քանի օրես մսով ճաշ ուտում։ Մեր տասնյակ հարյուրավոր գյուղեր ու թաղամասեր կան, որ ասում եմ ուզում ես շաբաթը 7 օր մսով ճաշ կեր։ Դու ապրում ես աղքատության մեջ, որովհետև այդ միջավայրը աղքատ, հուսահատ, քանդված, ցեխի մեջ, աղբի մեջ, կորած միջավայր է։ Ի վերջո պետք է հասկանաք սա։ Պետական բյուջեն, քաղաքացու եւ համայնքային բյուջեն քաղաքացու բարեկեցության ցուցիչն է։ Միևնույն ժամանակ Փաշինյանը խոստովանում է, որ Հայաստանում դեռ կան աղքատ ընտանիքներ, որոնք տանը հաց չունեն։ Ավելին, նրա ձևակերպմամբ Հայաստանում 10,000 ընտանիք 10 եւ ավելի տարիներ անապահովության նպաստ է ստանում։ Ասում եմ, լավ, մարդը հաց չունի, եկեք տանենք հաց տանք։ Հաջորդ օրը գնանք տեսնենք ինչ եղավ։ Հաջորդ օրն է մարդը հաց չունի։ Չենք կարող անտարբեր լինենք։ Մի անգամ էլի տանենք հաց տանք։ 4-րդ օրը գնանք տեսնենք ինչա փոխվել այդ մարդու կյանքում։ Կպարզվի, որ ինքը էլի հաց չունի։ Ու ոչ մի բան իր կյանքում չի փոխվել։ 5-րդ օրն էլ, 20-րդ օրն էլ, բայց մարդուն մենք բան ենք անում։ Ինքնությունից զրկում ենք, մարդուն դատապարտում ենք աղքատության։ Հիմա կառավարությունն ըստ Փաշինյանի անապահովության ու աղքատության գնահատման համակարգ է ներդրել, հասկանալու համար մինչև երբ կարող է անապահովին օգնել։ Փաշինյանն ազգային ժողովում էլ դժգոհեց կառավարության աշխատանքի որակից։ Ինչպես ասում են, ծուռ նստենք, ուղիղ խոսանք։ Մի երկրում, որտեղ բնակավայրերի մի զգալի տոկոսում էս էլա թիվ, որը իմիջայլոց պետք է հաշվել։ Մանկապարտեզ չկա, դպրոցն էլ կիսավեր վիճակում, որտից պետք է լիներ լավ կառավարման համակարգ։ Մենք հասկանում ենք սա, թե չենք հասկանում։ Որտից պետք է լիներ լավ կառավարման համակարգ։ Մի երկրում, որտեղ բուհական համակարգի գործունեության մի զգալի հատվածը եղել է դիպլոմ վաճառելը, որտեղից պետք է լիներ կառավարման լավ որակ։ Մենք բացատրեք էլի։ Նիկոլ Փաշինյանը խորհրդանում կոչ արեց բոլորին գնալ մարզեր ու տեղում տեսնել, թե ինչ վիճակում են դպրոցները։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։